Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է, սակայն խաղաղությունը մոտ չէ, ինչ է կատարվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Նախօրեին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն անակնկալ կերպով պաշտոնական հայտարարություն տարածեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ տարվող աշխատանքների ավարտի մասին։ Ադրբեջանի ԱԳՆ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվի գլոբալ ֆորումի ժամանակ շեշտել է. Հայաստանն ընդունել է պայմանագրի չհամաձայնեցված վերջին երկու կետերի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկը։ Հաջորդ փուլում Բաքվի ակնկալիքը հետևյալն է. Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրությունում, որում դեռևս տարածքային պահանջներ կան Ադրբեջանի հանդեպ։ Սրանք հաջորդեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի արձագանքն այն մասին, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դիվանագիտական խողովակներով Ադրբեջանի ԱԳՆ նախարարությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետությունն ընդունում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ Ադրբեջանի առաջարկությունները և առաջարկել է հանդես գալ համատեղ հայտարարությամբ։ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Պաշտոնական Բաքուն նախընտրել է հանդես գալ միակողմանի հայտարարությամբ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։ Այսպիսով, խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանի Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ, ասված է ՀՀ ԱԳՆ արձագանքում։ Չնայած սրան, Ադրբեջանի փոխարգործնախարար Էնուար Աղմեդովն էլ այսօր հայտարարել է, որ դեռևս վաղ է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրը։ Ադրբեջանական կողմը ներկայումս սպասում է Հայաստանի սահմանադրության համապատասխան փոփոխություններին հանելու 1990-ականների ի վեր ինքնիշխան տարածքների նկատմամբ պահանջները և Մինսկի խմբի լուծարմանը։ Ադրբեջանական կողմը դա առաջարկում էր արդեն որոշ ժամանակ, համարելով, որ հակամարտությունը լուծված է։ Ցավոք, հայկական կողմը մինչ օրս չի միացել համատեղ կոչին։ Հուսով ենք, որ Հայաստանը մեզ կտեղեկացնի իր իրական մտադրությունների մասին, հաշվի առնելով Հայաստանում ռևանշիստական ուժերի գործունեությունը, մենք սա լուրջ ռիսկ ենք համարում, ասել է Ադրբեջանի ներկայացուցիչը։ Նիկոլ Փաշինյանը նախօրեին պարզաբանեց, որ երկու կետերի շուրջ է Հայաստանը իր համաձայնությունը տվել։ Նա նշեց, որ դրույթները վերաբերել են խաղաղության համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետոյին, չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ այդ հարցերով պետք է որոշ նյուանսների հետ կապված քննարկումներ ունենալ։ Երկու հոդվածներից մեկը վերաբերում էր սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժեր չտեղակայելու հարցին, մյուսը միջազգայնատյաներից փոխադարձաբար հայցերը հետ վերադարձնելուն և միմյանց նկատմամբ գործողություններ չիրականացնելուն։ Այդ դրույթներն էլ որոշակի ոչ մեծ, բայց էվոլյուցիա են ապրել։ Այն պահից, երբ ակնհայտ դարձավ, որ մեզ չի հաջողվում և չի հաջողվելու ունենալ իդեալական ձևակերպումներ այդ առումով, մենք նաև Անվտանգության խորհրդի ֆորմատով ենք քննարկել և եկել ենք այն եզրահանգման, որ այս պահին առկա բովանդակությունը կարող է համարվել այն փոխզիջումային տարբերակը, որը կարող է ընդունելի լինել։ Ըստ էության, այո, ես հանգամանքներում ընդունելի է Հայաստանի Հանրապետության համար, նշել է նախօրեին Փաշինյանը։ Այսօր էլ Ազգային ժողովում ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանն էլ որոշ պարզաբանումներ մտցրեց, որ համաձայնագրում որևէ խոսք չկա հայերի և ադրբեջանցիների փոխադարձ վերադարձի, ինչպես նաև միջանցքի մասին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ իր հերթին երեկ ելույթ ունենալով Բաքվի 12-րդ գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ հայտարարել է, թե պետք է խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում։ Նրա խոսքով Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության գործընթացին և խաղաղության համաձայնագրի հեղինակն է։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ ներկայումս ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի քննարկումներ, որի կետերի մեծ մասն արդեն համաձայնեցված է։ Ավելի ուշ տարածվեց նրա ելույթից մեկը այլ հատվածի այն մասին, որ Հայաստանի նկատմամբ վստահության մակարդակը մոտ է 0-ականին։ Դրա համար մենք չենք վստահում նրանց խոսքերին, որովհետև սրանք այն մարդիկ չեն, որոնց կարող ենք վստահել, այդ թվում այսօրվա կառավարությանը։ Կրկին նրանց ասածներից ոչ մեկը մեզ համար ոչինչ չի նշանակում։ Փաստաթղթերեն պետք է։ Մենք պետք է ապահովենք, որ նրանց սահմանադրությունն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չշարունակի։ Այստեղ դրանք դեռ առկա են։
Մեզ պետք է, որ ՀՀԿ Միսկի խումբը լուծարվի, սա մեր ուղերձն է Հայաստանին և մենք հայտարարում ենք, որ Միսկի խումբը պահպանելու տրամաբանություն չկա։ Իսկ նախօրեին էլ ասաց, որ սահմանադրության հարցն Ադրբեջանի հետ չենք քննարկում, սա էլ Փաշինյանից ենք մեջբերում։ Սակայն իշխանությունն ակտիվորեն նախապատրաստվում է սահմանադրական փոփոխություններին, որոնք Ադրբեջանը պահանջում է։